Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը, շարունակում ենք Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համատեղ հոգատար պետություն հարցականով հաղորդումների շարքը, այսօր խոսելու են կրթության մասին եւ մեր հյուրերն են ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը, բարև ձեզ, եւ ուսուցիչ Արեգնազան կրթահամալիրից Սիփան Հայրապետյանը, բարև ձեզ։ Պարոնայք, խոսենք կրթության մասին, այսօր Հայաստանում շատ ակտուալ թեմա է, որքան փորձում ենք խոսել այն մասին, որ կրթությունը պետք է անկախ երեխաների եւ ուսանողների սոցիալական կարգավիճակից հավասարապես բաշխված լինի, բոլորին հասու լինի, այդուհանդերձ մենք հասկանում ենք, որ Հայաստանում այնքան էլ այդպես չէ, անգամ խոսում են կրթության էլիտիզացիայի մասին, հա, նման process դուք տեսնում եք եւ եթե այո, որքանով եք դա նորմալ համարում, ամեն ինչ արդյոք արվում է ճիշտ ուղղությամբ, երբ խոսքը գրում է կրթության մասին, խոսքը հարցս վերաբերում է երկուսն էլ, իսկ թվում է պարոն Խաչատրյանից սկսենք։ Այո, ունենք այդ խնդիրը, մանավանդ Երևան քաղաքում, որովհետև Երևան քաղաքում մենք ունենք մեծ թվով մասնավոր դպրոցներ, կարծեմ մեր շուրջ 46 դպրոցներից միայն 5-ն են, որ Երևանից դուրս են, ընդ որում մի մասը Երևանամերձ, օրինակ ասենք Էջմիածնում բան։ Եվ հիմա մենք Երևանում ունենք բավական ծանր իրավիճակ ի համեմատություն մարզերի, որովհետև մարզերում բոլոր երեխաները գնում են նույն դպրոց, ասենք օրինակի համար, մարզ կենտրոնում կա պետական ավագ դպրոց եւ հիմնական դպրոցներ պետական եւ ծնողը այլ ընտրություն չունի։ Երևանում այդպես չի։ Երևանում բոլոր ծնողները, որոնք հնարավորություն ունեն եւ ֆինանսական եւ այլ առումներով իրենց երեխաներին հիմնականում տանում են մասնավոր դպրոցներ եւ այնպես չի, որ միայն մասնավոր, որտեվ այդ դպրոցների մեջ կան նաեւ պետական դպրոցներ էլ, որոնք նույնպես շատ մրցակցային են։ Հիմա այդ իմաստով մենք Երևանում ունենք շատ ծանր վիճակ, որովհետև տեսեք երեխաներին հատկապես 4-րդ, 5-րդ, 7-րդ դասարանից սկսած հանում են պետական դպրոցներից։ Եվ պետական դպրոցներում մնում են գերազանցապես այն երեխաները, որոնց առաջադիմությունը շատ բարձր չէ, կամ ծնողների վիճակի չեն տանելու հայտնի դպրոցներ։ Եվ հիմա Երևանի աշակերտությունը այդ իմաստով շատ բևեռացված է։ Մարզերի մասին նույնը չեմ կարող ասել, որտեղ այնտեղ չկան այդպիսի դպրոցներ, կան, բայց շատ քիչ։ Ու արդյունքում մենք մարզերում ունենք ավելի հավասարաչափ զարգացած կրթություն, եւ ես նույնիսկ կասեի, որ եթե շատ-շատ պարամետրերով մենք նայենք, մարզերը ավելի առաջ են, հատկապես մարզային քաղաքները, քան Երևանը։ Շատ լավ, Սիփան, դուք ինչ կասեք այս թեմայի շուրջ։ Պարոն Խաչատրյանը խնդիրները շատ լավ նշեց, ես երևի մի քիչ ուրիշ կողմից փորձեմ նաև մոտենալ։ Իրականում մասնավոր դպրոցների առաջացումը եւ տարածումը երկրում կրթական ռեֆորմի բաղադրիչ է, որովհետեւ պետությունը առաջարկում է մեկ կրթական ծրագիր հիմնված որոշակի չափանիշների վրա, մասնավոր դպրոցները այլընտրանքներ են, այսպես թե այնպես գոներ մի մասը դրանց, որոնք այդ միջոցով երեխաներին չասեմ հա բանելու ներգրավելու, բայց ծնողների ուշադրությունը ներգրավելու միջոցով ստեղծում են որոշակի մրցակցություն, որը կարա լինի թարմության հիմք, որտեղ մեր հանրակրթությանը շատ պակասում է թարմությունը, հատկապես մոտեցումներին, հատկապես մանկավարժական մոտեցումներին։ Իհարկե կա հասանելիության խնդիրը, բայց այդ խնդիրը կարող է շատ հաջող կարգավորվել, եթե պետությունը աջակցի մասնավոր դպրոցներին եւ նրանք ստիպված չլինեն լինել թանկարժեք։ Այս պարագայում դրանք պարզապես կդառնան այլընտրանքներ, դպրոցներ, որոնք այլ մոտեցումներ են առաջարկում եւ արդեն իսկապես այդ ռեֆորմին կնպաստեն։
Տեսեք, Սիպանը շատ կարևոր հարց բարձրացրեց։ Մասնավոր դպրոցները Հայաստանի մի մասը իրոք հեղինակային դպրոցներ են։ Այդ դպրոցները ստեղծվել են, որտեղ իրենք ունեն որոշակի մանկավարժական նախապատվություններ եւ ուզում են տարբերվել պետական մոտեցումից եւ բնականաբար կան ծնողներ, որոնք նույնպես չեն ընդունում պետական կրթությունը եւ նախընտրում են այլընտրանքային կրթությունը, որտեղ դա իրենց կարծիքով ավելի մեծ հնարավորություններ է տալիս երեխային ստեղծագործականության առումով, ինքնադրսևորման։ Բայց ինչպես Սիփանը նշեց, այստեղ կա ֆինանսական խնդիր եւ նաեւ հնարավորությունների։ Տեսեք, հիմա ապրիլ ամիսն է, չէ՞, դեռ շատ հեռու ենք սեպտեմբերից։ Եթե հենց հիմա մենք զանգենք Հայաստանի հայտնի դպրոցներ եւ ուզենանք մեր երեխային տեղավորել առաջին դասարանում, կպարզվի, որ առաջին դասարանում այլևս տեղ չկա։ Այ հիմա սա արդեն խնդիր է, որովհետեւ ստացվում է, որ ես էլ եմ ուզում իմ երեխային ուղարկեմ այդտեղ, բայց քանի որ այդ կրթությունը վճարովի է, ինքը սահմանափակ է։ Շենքային սահմանափակումներ կան ֆինանսական, ուսուցիչների եւ այլն։ Դրա համար ասենք օրինակ շատ երկրներ, շատ չէ, բայց որոշ, Ֆինլանդիան, ասենք Էստոնիան, իրենք մասնավոր դպրոցները անվճար են անում։ Որպեսզի այդ խնդիրը չառաջանա, որ ստացվի այնպես, որ եթե մարդը վճարունակ չէ, չի կարող ուսման վարձ տալ, իր երեխան կարծեք թե արդեն պարտավորված է գնալ պետական դպրոց։ Այստեղ հնարավորություն են տալիս, որ ծնողը եթե ինչ որ ոճի դպրոցի պահանջարկը շատ է, մենք կարող ենք պետությունը ֆինանսավորում, այսինքն այդ երկրներում պետությունը ֆինանսավորում է աշակերտին, փողը գնում է աշակերտի հետ։ Աշակերտը դուրս եկավ պետական դպրոցից, գնաց մասնավոր դպրոց, այն փողը, որ պետությունը իրեն տալիս էր պետական դպրոցում, իր հետևից գնում է մասնավոր դպրոց։ Հայաստանում այդպես չէ։ Եթե երեխան պետական դպրոցից դուրս եկավ, պետությունը այլևս չի ֆինանսավորում։ Ֆինանսավորում է միայն 1-ից 4 դասարանների դասագրքերը մասնավոր դպրոցների։ Եվ սա այդ իմաստով որոշակի անհավասարություններ ստեղծում է։ Կարծես դադարում են քաղաքացիներ լինել, եթե ասենք տեղափոխվում են մասնավոր դպրոց։ Դե տեսեք, մասնավոր դպրոցի, դուք ասացիք, որ մանկավարժական որոշակի մեթոդի հիման վրա է շատ դպրոցներ կառուցվել, բայց առնվազն ծնողների հետ խոսելիս ես պատրաստվել եմ հաղորդմանը ծնողների հետ խոսելից, ես նկատեցի, որ շատ հաճախ ծնողների բավականին քիչ տոկոսն է, որ իրականում այդ մեթոդաբանությամբ հետաքրքրված է։ Մեծ մասը, երբ որ դու ասում ես մասնավոր դպրոց ինչ որտեղ ուզում է երեխային տանեն, ավելի շատ հետաքրքրված են միջավայրով։ Ու միջավայր ասելով շատ հաճախ ոչ միշտ ի նկատի ունեն, որ դե մեր սոցիալական ստատուսին համապատասխան մարդիկ լինեն։ Սա իմ կարծիքով գուցե ես սխալվում եմ, բայց այնքան էլ առողջ մոտեցում չի ստեղծված իրավիճակում։ Ինչ որ չեմ կարծում, որ մասնավոր դպրոցները ձգտել են հասնել սրան, բայց այնուամենայնիվ այս իրավիճակը ձևավորվել է։ Ինչ կարող ենք անել այս խնդիրը։ Ես չէի համաձայնեք չեն ձգտել, գուցե որոշ դպրոցներ ձգտել են, ի սկզբանե դնել այդ նշաձողը ու հենց դրա հիման վրա էլ փորձել ներգրավել։ Այսինքն ծնողին վաճառել ինչ որ տեն ստատուս, հա, միջավայր ձեր երեխայի համար։ Այդ ինչ որ հայկական հայտնագործություն չի կան նման էլիտար դպրոցներ եղել են միշտ աշխարհում։ Ոչ բոլոր մասնավոր դպրոցներն են այդպիսին, ես համաձայն եմ ձեզ հետ, որ միջավայրն է գրավում, բայց միջավայրը լայն բավականին հասկացություն է։ Ամեն մեկս հետո տարբեր բան ենք, չէ՞, հասկանում։ Միջավայրի հիմքում հաճախ հենց այդ մանկավարժական այլընտրանքային մոտեցումն է ընկած, հա։ Վալդորֆյան դպրոցը, որի ներկայացուցիչ եմ ես նաև, մշտապես հայտնի է եղել հենց սոցիալական արդարության, հավասարության հիմունքներով կազմակերպելու այդ հմտություններով, սկզբունքներով։ Սա վերաբերում է ընդհանուր դպրոցի վճարներին, ասենք Վալդորֆյան դպրոցներում, ես չեմ կարող ասել, որ բոլոր դպրոցներում այդպես է Վալդորֆյան աշխարհում, բայց սկզբունքը մեկն է, որ շատ վճարել, շատ պիտի վճարեն նրանք, ովքեր կարող են, եւ դրա հաշվին քիչ վճարեն նրանք, ովքեր չեն կարող։ Դա հայտնի սոցիալական արդարության մոտեցումը եւ այս միջավայրի պարագայում այդ էլիտարիզմը կոտրվում է նաեւ ներսում։
Այսինքն յուրաքանչյուր դպրոց ինքն է այդ բաները, չափանիշները թելադրում ու այսինքն եթե մասնավոր ինչ-որ մի կրթական հաստատություն է էլիտարիզմի լուսապսակը իր գլխին ունի, ուրեմն ինչ որտեղ դպրոցը ինքն էլ է մեղավոր դրանում։ Կարող եմ ենթադրել։ Առնվազն դպրոցը կարող է դրա դեմ պայքարել, գլխավոր գործիքը մանկավարժությունը իր ձեռքում է, այսինքն մանկավարժությունն է ներսում ստեղծում իրավիճակ, ինչ արժեքներ եք դուք փոխանցում, ինչ արժեքների շուրջ եք կազմակերպում կրթությունը։ Դա է ի վերջո կարևոր եւ դա նույնիսկ կարող է փոխել ծնողների վերաբերմունքը աշխարհընկալ։ Պարոն Խաչատրյան, այդ միջավայրի մասին եւ ի վերջո դա հետևանքներ էլ է, չէ՞ ունենում արդեն հասարակության վրա։ Շատ մեծ։ Շատ լուրջ։ Այո, տեսեք, օրինակ խորհրդային դպրոցը ինչով էր լավ։ Խորհրդային տարիներին չկար այդ մասնավոր դպրոցների համակարգը, բայց կային կարևոր լավ դպրոցներ, սա այո, պետք է կային էլիտար դպրոցներ, օրինակ ռուսական դպրոցները, չէ, անգլիական դպրոցները, իրենք կար այդ որոշակի, բայց ամեն դեպքում, ասենք, շատ պաշտոնյաների երեխաներ բան սովորում էին սովորական նաև դպրոցներում, որտեվ այնպես չէր, որ բոլորը ուզում էին ռուսական դպրոց գնալ։ Այդ իմաստով ինքը ավելի հավասարական է, դա պարզ է սոցիալիստական համակարգ էր, բայց հիմա տեսեք, ընդհանրապես դպրոցը վերարտադրում է հասարակական հարաբերությունները։ Այսինքն այն ինչ որ մենք այսօր ունենք դպրոցներում, դա մեր հասարակական հարաբերությունների հայելին է։ Հիմա տեսեք, կան աշխարհում երկու տեսակի հասարակություններ։ Հասարակություններ, որտեղ ռեսուրսները համատաբար համաչափ են բաշխվում, նույն էլի սկանդինավյան երկրները, եւ կան երկրներ, որտեղ ռեսուրսները հասանելի են հասարակության փոքր մասին։ Օրինակ Հայաստանը մի երկիր է, որտեղ լավ կարող են ապրել 20-30%-ը, ոչ ավել։ Մենք այդպիսի հասարակություն ունենք։ Դրա համար ծնողը ինչ է մտածում։ Մտածում է, որ որպեսզի իմ երեխային ես խցկեմ այդ 20-30% լավ ապրողների մեջ, ես պետքա իրան հենց սկզբից ուղարկեմ այն դպրոցները, որտեղ այդ լավ ապրողները սովորում։ Նա կարող է իրancs հետ արդեն կապ հաստատել, այո։ Ես ձեզ մի իրական դեպք պատմեմ, որ ինձ պատմել է դպրոցի տնօրեն։ Մի անգամ, սա երևի 20 տարի առաջ է եղել, ոստիկանը կանգնեցնում է դպրոցի տնօրենի ավտոմեքենան եւ ուզում է տուգանել, որ ուզում է տուգանել դպրոցի տնօրենը ասում է, որ ինչ ես տուգանում, ես տնօրեն եմ, հնարավոր է քո երեխան իմ աշակերտն է եւ այլն եւ այլն։ Եվ ասում է, հա, ես ճիշտն ասած մեր տունը շատ մոտ է քո դպրոցին, բայց իմ երեխաները քո դպրոցում չեն սովորում։ Ու տնօրենը երբ որ հարցնում է, իսկ ինչու, եթե քո տունը մոտ է մեր դպրոցին, ինչի մեր մոտ չի սովորում։ Եվ այդտեղ ինքը ասում է, որ իմ երեխաները սովորում են Երևանի հայտնի պետական դպրոցներից մեկում, եւ երբ որ հարցնում է ինչու, ասում է, որտեվ ես ուզում եմ, որ իմ երեխան ունենա հարուստ ընկերներ։ Հա։ Ես այդ դպրոց եմ ուղարկել իմ երեխային, որպեսզի իր դասարանցիները լինեն հարուստների երեխաներ եւ իմ երեխայի շրջապատը ապագայում լինի հարուստներ։ Այս պատմությունը շատ լավ ցույց է տալիս, թե ինչպես են մտածում Հայաստանի ծնողների մի մասը։ Եվ այս մարդկանց ես չեմ մեղադրում, որովհետեւ իրանք հասկացել են, որ Հայաստանում այդ կապերը բաները սոցիալական կապերը շատ կարևոր են։ Եթե դու ուղարկում ես սովորական դպրոց, չէ, քո երեխայի ընկերները հասարակ մարդիկ են։ Ես իհարկե գերադասում եմ հասարակ մարդկանց ընդհանրապես։ Իմ կարծիքով հասարակ մարդկանց մեջ ավելի հերոսականություն ու հետաքրքրություն կա, քան այսպես կոչված հերոսների, որտեղ շատ հաճախ այդ հերոսները ուռճացված են, կեղծ են եւ այլն եւ այլն։ Դրա համար ասենք ես ոչ մի խնդիր չեմ տեսնում հավասար այդ առումով, բայց հիմա Հայաստանը այդ երկրներից է, որ լավ ապրել կարող են քչերը, ռեսուրսը քիչ է։ Դրա համար պետքա ուղարկել լավ դպրոց, որ ինքը այդ ռեսուրսի համար պայքարում հանկարծ տանուլ չտա։ Եվ մյուս մասն էլ հասարակության, իրենք էլ ուղարկում են սովորական դպրոց այն մտայնությամբ, որ դե մենք մեկը, ասենք, մենք ի վիճակի չենք այս երկրում ինչ որ պայքարել սոցիալական մոբիլության, շարժունության համար, մենք ոնց աղքատ ապրում ենք, այդպես էլ աղքատ կմնանք։
այս մտայնությունը շատ վտանգավոր բան է եւ ցավոք մեզ մոտ դա հիմա բավական արմատավորված է։ Ինչ վերաբերում է այն հարցին ծնողները այսօր շատ բծախնդիր են։ Եթե դուք հունվար ամսին, օրինակ դեկտեմբեր գնաք դպրոցներ, կտեսնեք ծնողներ դպրոցներում, որոնք եկել են եւ հատ նայում են դասարանները, ֆիզկուլտուրայի դալիճը, զուգարանները, որ որոշեն իրենց երեխային որ մեկը տան։ Կա այսպիսի բան։ Ծնողները շատ բծախնդիր են, բայց ես ուզում եմ մեր զրույցը այդ ծնողներից մի քիչ տանել երևի թե գաղափարական դաշտ, չգիտեմ, հա, կրթության հետ կապված, որովհետև երբ որ հարցը գնում է, թե մենք ինչու են կրթության տալիս երեխային, հենց այստեղ նույն ծնողները նույնպես մոլորվում են, որովհետև, չգիտեմ, աշխարհը մեր աչքի առջև փոխվում է, հա, ես որպես ծնող, ես չգիտեմ հիմա ինչ սովորի իմ երեխան, որ 15 տարի հետո հաստատ ինքը դրանով կդառնա լավ մասնագետ, դու մոլորվում ես։ Բայց այդուհանդերձ Հայաստանում գոնե ես տեսնում եմ այդ տենդենսը, որ կա որոշակի կրթության դիտարկումը, ոնց որ կրթությունը շուկայական հարաբերությունների որպես մաս դիտարկելը, հա, ինչ սովորի երեխան հիմա, որ վաղը կարողանա ճակերտների մեջ վաճառել աշխատա շուկային։ Սա բերում է մի տեսակ ավելի կետային բաներ պահանջելու, չգիտեմ, ֆիզկուլտուրան կարևոր չի, մաթեմատիկան է կարևոր, այս ինչը կարևոր չէ, այս ինչն է կարևոր, միշտեր եթե ես չեմ սխալվում, կրթությունը այնքան էլ դրա մասին չէ, հա, որտեղ ենք մենք այս համընդհանուր մարդ զարգացնելու, հա, երեխա զարգացնելու այդ կետից դեպի շուկայում պահանջված մասնագետ զարգացնելու այս ճանապարհին մի տեսակ խճճվել ենք, ձեր կարծիքը։ Իմ փիլիսոփայության դասախոսը թույլ չի տա սխալվել, դեռ ֆրանսիացի փիլիսոփա Լիոտարից եկող հայտնի բանաձև է կրթությունը որպես շուկայական հարաբերությունների միջոց, գիտելիքը որպես ապրանք, որը պետք է գնել, վաճառել, հետ բերել գումար, եւ դրան հակառակ գերմանական ուրեմն կրթության բանաձևը, ըստ որի կրթությունը Գադամերն է սրա հեղինակներից, ըստ որի կրթությունը մարդու ձևավորման գործընթաց է, հենց մարդ ձևավորման գործընթաց է։ Այս առումով իհարկե ժամանակակից աշխարհը ավելի կապիտալիստական աշխարհը բնականաբար շուկայական մոդելով է առաջնորդվում, բայց հենց այս էլ է մի տեղ, որտեղ այլընտրանքային դպրոցները ունեն հնարավորություն առաջարկել կրթությունը այլ իմաստով եւ ըստ էության դրա համար էլ պիտի լինեն մասնավոր դպրոցներ, որպեսզի պատասխանը հարցի թե ինչի համար է կրթությունը մեկը չլինի։ Այդ առումով ես կարծում եմ մեր ընդհանուր կրթահամակարգը, պետական կրթահամակարգը մի քիչ, եթե ոչ խնդիր, գոնե շփոթվածություն ունի այդ հարցին պատասխանելու առնչությամբ, այդ պատասխանները կարծես փոխվում են ամեն քաղաքական իշխանության փոփոխման հետ, մասնավոր դպրոցները այս առումով գոնե կոնկրետ են, ասենք ասում են, որ այս դպրոց դուք գալիս եք մենք որդեգրել ենք այս արժեքները եւ պատրաստվում ենք սերմանել այս արժեքները չնայած եթե գանք սկզբից օրինակ տեսեք ըստ մեր սահմանադրության Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է սա նշանակում է որ մարդը միջոց չէ պետական ինստիտուտների համար այլ նպատակ եւ այդ ինստիտուտները պետքա ծառայեն որպեսզի մարդը երջանիկ անհատ կայանա, հա։ Այս առումով օրինակ ես շատ եմ քննադատել նույն գծի մեջ մնամ, հա, երբ որ այդ տեխնոլոգիական միջամտությունները դպրոցում սկսեցին ավելի ու ավելի աճել, զարգանալ, ընդհուպ տարական դպրոց հասավ ծրագրավորման հիմունքներ, եթե չեմ սխալվում, թվային գրագիտություն առարկան, այստեղ օրինակ ինձ մոտ այդ հարցը առաջանում է ինչի համար, որովհետև եթե մենք դիտարկում ենք երեխաներին մարդունի վերջո որպես մի հատ ներդրումների դաշտ, հա, որ այսօր ինչ որ թվային բաներով
գիտելիքներով իրան լցնենք, որ 10 տարի հետո պետությունը ունենա SSS ոլորտներում։ Ես ասած ես ինչի համար, հետ չմնալու։ Կա չէ զգացողություն, որ աշխարհը այդ ուղղությամբ զարգանում է, իսկ մենք հետ ենք մնում, հետևաբար մեզ խափելը, ծուղակը գցելը եւ հետո մեր հետևից ԱԹՍ ուղարկելը շատ ավելի հեշտ կլինի, եթե մենք չիմանանք, թե դա ինչ է։ Այդ կլիներ կաշխատեր այդպես, եթե կրթությունը ըստ էության այդպեսին լիներ, ասենք դուք որպես իշխանություն իջեցնեք պատվեր, որ հիմա այս պիտի կրթեք, որ տարիներ հետո ես կարողանաք, հա, օրինակ պիտի, չգիտեմ, մի պահ կռիվեր, այնտեղ խորենացին, հանեցին, չհանեցին, տեղափոխվեցին գից վերև եւ այլն, այ հայրենասիրությունը տուժում է, հա, խորենացին իջացրեք ներքև, հայրենասիրությունը զարգանա, չգիտեմ, թվային գրագիտությունը իջացրեք ներքև, վաղը ԱԹՍ-ներ, այդպես չի լինում։ Այդպես չի լինում, մենք մեր փորձը հենց դիտարկելով նախքին այդ ռազմահայրենասիրական կրթության հայեցակարգի պարագայում դպրոցը ավարտում էին տղաներ, որոնց առաջին խնդիրը բանակից խուսափելն էր տարիներ շարունակ։ Այդ ձևով չի աշխատում ուղղակի կրթությունը։ Այսպես թե այնպես մենք պիտի շեշտը դնենք մարդու վրա եւ մարդու ձևավորմանն ու զարգացմանը որքան նպաստենք, ըստ այդմ էլ մենք ունենանք լավ մասնագետներ, հակառակը չի լինում ըստիս։ Պարոն Խաչատրյան, ինչ կասեք։ Պետքա փորձենք հասկանալ ինչի համար է ստեղծվել դպրոցը եւ ինչ է կրթությունը։ Օրինակ հին աշխարհում մարդիկ կրթվում էին ուղղակի հաճույքի համար։ Ազատ մարդիկ էին եւ իրանք ուղղակի իրենց համար հետաքրքիր էր սովորելը։ Բայց այն դպրոցական համակարգը, որը ստեղծվեց Պրուսիայում, ազգային պետությունների ձևավորման զուգահեռ, հա, կա այդտեղ շատ հետաքրքիր կոնցեպտ, ինչի համար կրթությունը դարձավ մասսայական եւ ինչի այս դպրոցները ստեղծվեցին։ Եվ այդտեղ կա մի քանի տարբերակ, որ դպրոցները ստեղծվել են, որտեղ հասարակությունը դարձել է ավելի ժողովրդավարական, եւ կա որպեսզի ժողովրդավարությունը զարգանա, պետք է մարդիկ կրթվեն, չէ՞, որտեղ առանց կրթված մարդկանց ժողովրդավարություն չի կարող լինել։ Մյուս տեսակետը այն է, որ կրթությունը դարձավ մասսայական տնտեսական զարգացման արդյունքում, որտեղ որոշակի գյուտեր եղան, ստեղծվեցին գործարաններ եւ այդտեղ աշխատելու համար մարդը պիտի թիվ իմանար, տառ իմանար, որ այդ հաստոցները կարողանար աշխատացնել։ Բայց վերջին շրջանի հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենևին էլ դրանք չեն եղել դպրոցի նպատակը։ Բա ինչը զորակոչ է։ Դպրոցը ստեղծվել է մարդկանց հնազանդացնելու համար եւ ապստամբություններ կանխելու համար։ Այսինքն պետությունը դպրոցով կերտում է այն քաղաքացուն, որի կարիքը ինքը ունի, որը կլինի հնազանդ, չապստամբող, եւ դրա համար կան հետաքրքիր ապացույցներ, օրինակ այդ պրուսական մոդելը, նույն պրուսական մոդելը, որ Արգենտինայում, Չիլիում այդ ժամանակներում փորձարկում էր 19-րդ դարում, այնտեղ պարզվել է, որ կառավարությունը հատկապես շատ արագ դպրոցներ է բացել ըմբոստ վայրերում, որտեղ քաղաքացիները ավելի ըմբոստ ու ապստամբող են եղել, հենց տեղ են բացել, որ երեխաներին փոքրուց հնազանդեցնեն։ Հիմա այդ իմաստով իհարկե աշխարհը շատ փոխվել է, հիմա այլ հնազանդեցումը դպրոցներում չի աշխատում։ Եվ դրա համար հիմա շատ կարևոր մի հարց կա, շատ հայտնի մի մասնագետ ունենք կրթության ոլորտում, Young ազգանունով, ինքը մի հետաքրքիր կոնցեպտ է մտցրել, որ եթե մինչև վերջին տասնամյակները կրթությունը դպրոցը դա ուժեղի գիտելիքի մատուցումն էր, այսինքն իշխանի, հա, թագավորի ուժեղի, ապա հիմա մեր խնդիրը պետք է լինի ուժեղ գիտելիք մատուցելը, ուժեղի գիտելիքից դեպի ուժեղ գիտելիք։ Հիմա այս ուժեղ գիտելիքը Հայաստանում շատ հետաքրքիր է, որտեղ Հայաստանի հայտնի դպրոցները, որոնք ունեն լավ ուսուցիչներ, նույն ասենք Արեգնազան կրթահամալիրը, իրանք կարողանում են այդ ուժեղ գիտելիքը տալ աշակերտներին, որտեղ իրանց ուսուցիչները հայտնի մարդիկ են, բազմակողմանի զարգացած եւ իրանք այդ ուժեղ գիտելիքին տիրապետում են։ Ցավոք մենք չենք կարողանում այդ ուժեղ գիտելիքը տալ սովորական դպրոցներում։ Եվ տեղից սկսում է անհավասարությունը։
այն երեխան, որը գնում է լավ դպրոց, ինքը ուժեղ գիտելիքը վերցնում է, հետո դրանով մտնում է աշխատաշուկա եւ հեշտությամբ հաջողության է հասնում։ Այնպես չի, որ այսօր մասնավոր լավ դպրոցներ գնացող երեխաները ավելի խելացի են, քան սովորական դպրոց գնացողներ, ոչ։ Տարբերությունը այն է, որ այդ դպրոցներ գնացողներին տրվում է ուժեղ գիտելիք։ Իսկ այն սովորական դպրոց գնացողին ուժեղ գիտելիքը դժվար է, որտեղ գիտեք, ինչ աշխատավարձեր են ստանում ուսուցիչները, մարդիկ չեն ուզում սովորական դպրոցներում աշխատել։ Եվ սա ես օրինակ դա նկատել եմ, հաճախ որ գալիս են, ենթադրենք 18 տարեկան, 22 նոր դպրոցը փուհը ավարտած, դու զգում ես, որ այս երեխան ավարտել է հայտնի դպրոց, ու ինքը գիտի ինչպես խոսի, ինչպես արտահայտի, ձևերը իրան սովորացրել են։ Ինչ ասի, ոնց գրի, որ իրան ընտրեն։ Այն սովորական դպրոցի երեխան ձևը չգիտի։ Իրան հիմնականում սովորեցրել են անգիր անել, վերարտադրել, ու այդ գիտելիքը ուժեղ գիտելիք չի այսօր։ Ինքը գնում է այդ գիտելիքով, ու իրան ասում են, ախր այս երեխուն մենք ոնց վերցնենք, մենակ անգիր արած է խոսում։ Այս սա ամենամեծ խնդիրն է սոցիալական արդարության։ Ուժեղ գիտելիքը ցավոք այսօր քիչ է, սահմանափակ է։ Դրա համար մեր խնդիրը, նախարարության խնդիրն է ստեղծել այնպիսի համակարգ, որ այդ ուժեղ ոչ թե կրթությունը հասանելի դառնա, դպրոցը հասանելի, այլ ուժեղ գիտելիքը հասանելի։ Մենք անդադ խոսում ենք կրթության մատչելիությունից։ Երեխան եթե գնում է դպրոց, մենք համարում ենք, որ հարցը լուծել ենք, բայց կարևոր է, թե ինքը ինչ է անում երեխան դպրոցում, և միջազգային կազմակերպությունները միշտ այդ մասին էին խոսում, որ կարևորը երեխայի ընդգրկվածությունն է դպրոցում, բայց հիմա սկսել են նաև խոսել այն մասին, որ երեխան կարող է գնալ դպրոց, պարտաճանաչ, չբացակայել, տնային աշխատանքները կատարել, բայց վերջում պարզվի, որ ինչ որ իրան սովորացրել են, դա պետք չի, դա ժամկետանց, հնամաշ, բան է, և այդ գիտելիքով ինքը չի կարող մրցունակ լինել, այս է մեր գլխավոր խնդիրը։ Պետական քաղաքականության մասին, որովհետև այնպիսի տպավորություն է, որ որոշակի ռեֆորմներ արվում են, բայց երբեմն մտածում ես, որ կարծես թե ռեֆորմների իմիտացիա է, որ գիրքը այսպես չտպենք, այսպես տպենք, ձեր ասած պատմությունը խորենացին, այս տար, չգիտեմ, 7-րդ դասարանում տանք, 5-րդ դասարանում տանք, հաստեղից հանենք դնենք այստեղ, չգիտեմ, ու սա ինչ-որ շարժի տպավորություն է թողնում, ես մասնագետ չեմ, բայց այնպիսի տպավորություն, որ ֆունդամենտալ հարցը, թե ինչ է ուզում տալ պետությունը հանրակրթության միջոցով իր քաղաքացուն, ինչպիսի քաղաքացի է ուզում տեսնել, մեզ մոտ դեռևս այդ հարցի պատասխանը չի տրվել։ Գոնե ինձ մոտ այդպես տպավորություն է, գուցե ես սխալվում եմ, ձեր տպավորությունները դուք ինչ կասեք։ Կամ ասվել է հնարավորինս շատ բան ուղղակի, երբ որ ես առաջին անգամ կարդացի ես նոր չափորոշիչները, հինն էլ երկուսից էլ նույն տպավորությունն եմ ստացել, իմ առաջ sense պատկեր եկավ, որ նրանց sense մեծ սեղանի շուրջ հավաքվել են մարդիկ, ինչ որ մեկը թուղթ է վերցրել, որ գրանցի ու ում մտքին ինչ լավ բան եկել է, ուղղակի ասել է ու այդ գրել։ Ինչ որ լավ բան անելու զգաց միտումը հաստատ կա։ Այդ միանշան է։ Լցրած է, եթե կարդաս իրականում հրաշալի բաներ են գրած, այսինքն այնտեղ ինչ որ վիճելի բաներ չկան։ Խնդիրը այն է, որ մինչև այդ հասցվում է աշակերտին, դրանցից մնում է մի հատ ձև, որը ամենաամուրն է մեր կրթահամակարգում ու պարոն Խաչատրյանը դա արդեն հնչեցրեց, այդ անգիր անել, վերարտադրել ձևն է, որը երևի մեր պետական կրթահամակարգի ամենամեծ թշնամին է, որտեղ ստեղ արդեն հարցերն էլ չի, որ այստեղ տրվում է ավելի մրցունակ, ավելի լավ գիտելիք, իսկ պետական կրթահամակարգում ոչ։ Ուղղակի գիտելիք բառի նշանակությունն արդեն պիտի վերլուծենք, էլի, գիտելիքը այն է, ինչը մեզ փոխում է, դառնում է մեր էության մի մասը, իսկ երբ որ մենք այդ անգիր անել վերարտադրել մեխանիզմն ենք կիրառում, մենք գիտելիքը սենց անց ենք կասնում, թողնում ենք դուրս, տանում ենք, ընդ որում այնքան սա արմատացած է, որ նույնիսկ երբ որ այս ուսուցիչների կամավոր ատեստավորումը
սկսեց կիրառվել, ինքը էլի նույն ձևով սկսեց կիրառվել։ Այսինքն ուսուցիչներն են անգիրանում եւ հա, այնտեղ շտեմարանային քննություններ, որոնք պետք է անգիրանել, վերարտադրել, ընդհանրապես այդ քննությունները չեն ստուգում մանկավարժական որակներ։ Դա հետո մեկ էլ հարց է, իսկ ով պետք է ստուգի մանկավարժական որակներ Հայաստանում, փակ շրջանա ձևավորում։ Մի առիթով մի ծնողի հետ էի շփվում, ով դիմում էր դպրոց, վերջը պատմեցի երկար այդ մեթոդի մասին, վերջում ասացի, գիտեք, իրոք այլ ընտրանք է, էլի պիտի ոնց որ մի հատ մտածեք։ Ինքը ասաց, ես հասկանում եմ, որ սա այլ ընտրանք է, խնդիրը այն է, որ այս ընտրանքը չկա։ Ու այդ խնդիրը իրոք այդ այս ընտրանքը չկա, կան մի խումբ մարդիկ, առաջ ուրիշ խումբ մարդիկ, հիմա ուրիշ խումբ մարդիկ, ովքեր լիքը լավ բաներ են պատկերացնում, լսում, ուսումնասիրում, տեսնում, որ դրսում արվում է ու որպես ուրեմն չափորոշչային պահանջներ, որպես հրամաններ, որպես ծրագրեր ուղարկում են դպրոց։ Այսքան բան մնացածը կրկնվում է նույնիսկ։ Իմիտացիայի մասին ասեմ, իրոք այդ իմիտացիան կա։ Մեզ թվում է, որ եթե ինչ-որ մի բան թղթերում կամ գրքերում գրեցինք, եղավ արդեն։ Բայց ապացուցված է, որ կրթության մեջ փոփոխությունները թղթերում գրելով չի լինում։ Մեզ մոտ կա այդ ընկալումը, որ եթե չափորոշիչներում գրեցինք գեղեցիկ բառեր, արդեն ավտոմատ դարձավ իրականություն։ Ոչ։ Եվ վերջին տարիներին այդ մասին է շատ խոսվում, որ երկրների աշխատանքը չափվում է ոչ թե այն բանով, թե ինչ են գրել, այլ ինչ են արել։ Հիմա այսօր գրելը շատ հեշտ է։ Հիմա մենք կարող ենք արհեստական ինտելեկտին խնդրել, որ մի հատ Հայաստանի համար շատ սիրուն ռազմավարություն գրի կրթության եւ կարող է ինքը գրի։ Բացառված չի, որ արվում է։ Ավելի լավը գուցե գրի, քան հիմիկվա մեր ռազմավարությունը։ Բայց խնդիրը իրականացման մեջ է։ Ոնց ենք դա կյանքի կոչում։ Հիմա մեզ մոտ դա չկա եւ այո, այդ իմիտացիա բառի հետ շատ համաձայն եմ, որովհետեւ մենք խուսափում ենք իրական խնդիրները տեսնելուց։ Նայեք, տեսեք, բարձրագույն կրթություն է, չէ՞։ Մենք անդադ խոսում ենք, չգիտեմ, ԲՏՃՄ եւ այլն այս բաներից, բայց այդտեղ ավելի խորքային հարց կա, որի մասին չենք խոսում։ Ուսանողների կյանքը ոչ մեկին չի հետաքրքրում այն հարցը, թե ինչպես է ընթանում ուսանողի կյանքը նաեւ համալսարանից դուրս, որտեւ շատ հաճախ եթե դու ուզում ես հասկանաս կրթության վիճակը, դու պետք է նայես երեխան, ուսանողը ինչ է անում դպրոցից կամ համալսարանից դուրս։ Եվ այս իմաստով այսօր մեր խնդիրն է, որ ուսանողները դասի չեն գալիս։ Տոտալ բացակայություններ կան, հատկապես բարձր կուրսերում, եւ սա ոչ մեկին չի հետաքրքրում։ Իսկ ինչի հետ է կապված ձեզ այդ տոտալ բացակայությունը։ Կապված է ապրելակերպի հետ, որովհետեւ Հայաստանում ուսման վարձերը շատ թանկ են մեր ստանդարտներով։ Աշխատում։ Բացի ուսման վարձերից երեխաները ունեն լրջագույն խնդիրներ Երևանում ապրելու, որտեղ գիտեք Երևանը այսօր արևելյան ավարտի իսկ փորձ չունենա, մի անգամից չի կարող աշխատանք գտնի, իրան ասելու են, բայ 2 տարվա փորձը։ Երևանը այսօր արևելյան Եվրոպայի գներով ապրող քաղաք է։ Այսինքն ստեղ դու չես կարող էլ այն 100,000-ով ապրել, հա։ Իսկ մեր երեխաների ծնողների մեծ մասը 100-ից 200,000 աշխատավարձ են ստանում, իրանք ոնց են այդ տան վարձը տալիս եւ այլն։ Եվ այս խնդրի մասին ոչ ոք չի խոսում, ուսանողների սոցիալական վիճակի հարցը։ Եվ սա տոտալ հարց է, չի վերաբերում ուսանողների ինչ որ 10% անապահով, չէ, սա մեծ խումբ է։ Եվ այս երեխաները արդեն երբ որ ընդունվում են համալսարան, իրանց առջև խնդիր է կանգնում ապրելու։ Իրանք պետք է գումար վաստակեն, որ կարողանան, չգիտեմ, 100,000 տանվարձ տալ, 200-ից 300,000 վաստակել, որ կարողանան յոլա գնալ։ Հիմա ուսման վարձը տալ, որ հաշվում ես, ամսական հնարավոր է մի ուսանողին առնվազն 300,000 դրամ պետք է։ Հիմա դե ասեք Հայաստանում քանի ընտանիք կա, որ կարող է իր մեկ ուսանողին ամսական 300,000 գումար տալ։ Երկրում միջին աշխատավարձը 260,000 դրամ։ Պլյուս ընտանիքում լինում է 2 ուսանող, չէ, 3, այդ դեպքում նայեք ուր է հասնում։ Դրա համար ուսանողները դասերի հաշվին աշխատում են։
Եվ մենք ինչքան էլ փոխենք մեր ռեֆորմներ անենք եւ այլն, այդ ռեֆորմները երեխայի այս խնդիրը չեն լուծում։ Մեր ռեֆորմները ուրիշ բանի մասին են։ Ուսանողների կյանքը ուրիշ բանի մասին է։ Ես ես փորձեմ հակադարձել մի ուրիշ ծայրահեղությունից, որովհետև երբ որ ես եմ խոսում նման խնդիրների մասին, նման ծայրահեղ հակադարձում հաճախ լսում եմ եւ կարծում եմ առիթից օգտվելով ասում են, գիտեք ինչ կա։ Եթե մենք հիմնականում այնքան էլ հարուստ հասարակություն չենք, կրթությունը չպիտի լինի բոլորի համար։ Ինչու են բոլորը ձգտում բուհ ընդունվել։ Թող դառնան խառատ, թող դառնան վարպետներ եւ արագ անցնեն գործի եւ աշխատել։ Մեզ մոտ ուրճացված է բարձրագույն կրթական համակարգ։ Այդ արդեն հին է։ Ճիշտ է 10 տարի առաջ։ Հիմա մենք մեր դիմորդների թիվը գիտեք նվազել է։ Այսինքն, եթե առաջ մենք տարի էր լինում, որ ուներ մենք 20000-ից ավել դիմորդ, այսօր չունենք 20000-ից ավել դիմորդ։ Այո, մենք ժամանակ կար, որ ունենում էինք, ասենք 30-35000 շրջանավարտ, 20000-ից ավելը դիմում էր բու։ Այսօր ըստ վիճակագրության մենք ունենք 40000 շրջանավարտ, բայց բուհեր դիմումա 14000, 15000։ Այսինքն այսօր մենք այդ իմաստով այլ առաջատար երկիր չենք աշխարհում։ Մեզնից շատ երկրներ կան, նույն Էստոնիան, Լիտվան եւ այլն, որտեղ ավելի շատ են դիմում բուհեր։ Այդ իմաստով հիմա իրավիճակը փոխվել է եւ շատ երեխաներ, այո, գերադասում են մտնել աշխատաշուկա, միջին մասնագիտական կրթություն ստանալ, բայց ստեղ էլ մենք աննորմալ վիճակ ունենք։ Միջին մասնագիտական Ընդհանրապես կա Հայաստանում միջին մասնագիտական կրթություն։ Տեսեք, մենք մի շատ տարօրինակ վիճակ ունենք։ Բոլորս գիտենք, միջին մասնագիտական կրթությունը երեխաների համար է, որոնք չեն ուզում գնալ բարձրագույն գոնե այդ պահին եւ ուզում են արհեստավոր դառնալ, միջին մակարդակի մասնագետ, բայց գիտեք հիմա ինչա տեղի ունենում։ Այդ քոլեջների տեղերը զբաղեցվում են դպրոցների լավագույն աշակերտների կողմից։ Քոլեջները այսօր ընդունվում են 9 օր դասարանից հետո գերազանցիկները դպրոցների։ Այսինքն գերազանցիկը գնում է, օրինակ, սովորում է ուսումնարանում խոհարարություն, հետո ընդունվում է Հայաստանի ամերիկյան համալսարան։ Հիմա հարց, եթե դուք ընդունվեիք… Իսկ ինչու է այդպես ստացվել։ Ասեմ, ինչու է այդպես ստացվել, որովհետև քոլեջները եւ ուսումնարանները ունեն 1-2 առավելություն։ Առաջին իրանք տալիս են որակավորում։ Երբ որ երեխան ավարտում է ավագ դպրոցը, իրան տալիս են 4 ատեստատ թվանշաններով։ Երբ որ երեխան ավարտում է հայ-հունական քոլեջը, իրան տալիս են խոհարարի, չգիտեմ, մեխանիկի որակավորում 1։ Երեխան մասնագիտություն է սովորում 1։ Երկրորդը չկան ավարտական քննություններ, այնտեղ ինչ-որ տենց թեզի նման է, ավելի այդ իմաստով եւ դրա համար իրանք գնում են այնտեղ, որտեղ մենք այսօր ունենք քոլեջներ, որտեղ կրթության որակը ավելի բարձր է, քան ավագ դպրոցներում։ Եվ ավելին ասեմ ձեզ, մենք հիմա մի երևույթ էլ ունենք, որ այդ անհավասարությունների մասին է խոսում։ Ես գիտեմ բազմաթիվ երեխաներ, որոնք ապրում են հեռավոր մարզերում, Վայոց Ձոր, Սյունիք, Տավուշ, 9-րդ դասարանը ավարտելուց հետո իրանք գալիս են Երևան, տուն են վարձում եւ ընդունվում են ստեղի հայտնի քոլեջներ ու դպրոցներ։ Հիմա տեսեք անհավասարությունների բանը ուր է բերել։ Ինչու՞։ Որտեւ ինքը ասում է, ես եթե իմ երեխան դպրոց գնա մարզում, իր համար շատ դժվար է լինելու ընդունվել բժշկական համալսարան, չգիտեմ, ամերիկյան համալսարան եւ այլն։ Բայց եթե իրան բերում եմ Երևանի հայտնի դպրոցներ, տեղից ինքը ավելի հեշտ է ընդունվում։ Եվ այսօր մենք ունենք Երևան քաղաքում սովորող բազմաթիվ երեխաներ 10-ից 12 դասարանների։ Մարզերից, հեռավոր մարզերից գալիս են Երևանում ապրում ու սովորում են դպրոցում, քոլեջում։ Սա էլ է անհավասարություն։ Այդ իմ ասած որակյալ գիտելիքն է, որտեղ մարզի դպրոցում ինքը այդ որակյալ այդ ուժեղ գիտելիքը չի ստանում։
ինքը գալիս է ստանում այն ուսումնական հաստատությունում, որը իրան տալիս այն գիտելիքը, որով ինքը պետք է ընդունվի հեշտությամբ փուլ։ Այս խտրականությունն ու անհավասարությունը մենք ունենք։ Ու իրականում մի քիչ տխրեցնում է գոնե ինձ այդ ինչ որ դուք նկարագրում եք, այս տպավորությունը, որ կարծես ծնողները վազում են առաջ բրթելով երեխաներին ու այդ մրցավազքի մեջ մի տեսակ մտածում ես, բա երեխայի ընդհանուր աշխարհայացքի լայնացումը, բա եթե երեխան պիտի անդադ վազի, երբ է նա կանգնելու մի հատ կողքը նայի, ինչ որ նոր բան մտածի, էլի։ Ես մի բան էլ ասեմ, հետո Սիփանը շարունակի, հայտնի խաղ կա, չէ, աթոռների խաղ։ Հա, որ մի հատ 10 աթոռ ենք դնում, եւ 11 հոգով խաղում են, ամեն փուլում մեկը դուրս է թռնում։ Հիմա Հայաստանում այդ խաղն է ընթանում։ Եվ ծնողները հասկանում են, որ որոշ երեխաներ դուրս են թռնում։ Հիմա իրանք ամեն ինչ անում են, որ իրանք երեխան դուրս չթռնի։ Այդ աթոռների խաղը մեր հասարակությունում տեղի է ունենում։ Ինչ անել, որ երեխան այդ խաղին չմասնակցի։ Վերջի հարցս, հա, բայց կստանա գիտելիք։ Այդ մրցավազքի մեջ իրան չզգա, էլի։ Գիտեք ինչ պետք է ըստ էության բոլոր հարցերի պարագայում կրթության մասին հնչող կարելի է միշտ վերադառնալ գլխավոր հարցին, ինչի համար է կրթությունը ուտեղից առաջ գնալ։ Պատկերացրեք, եթե ծնողն է իրեն այդ հարցը տալիս, ինչի համար է երեխան գնում դպրոց, ինչի հետո պիտի գնա քոլեջ, բուհ եւ այլն։ Ըստ այդ պատասխանի էլ դասավորվում է այդ առաջիկա տարիների ուրեմն ճակատագիրը բնական է, որ յուրաքանչյուր ծնողի համար առաջին հերթին կարևոր է իր երեխայի հոգեկան, մտային, մարմնական առողջությունը, երջանկությունը։ Ուղղակի մենք ունենք մի տեսակ ընկալում, որ սրանց հետ կրթական հաստատությունները այդքան կապ չունեն։ Կրթական հաստատությունները ինչ որ պիտի տրամպլին է, էլի, որ պետքա հաղթահարես, էլի, որ պիտի որոշակի ինչ որ գործիքակազմ տան, որոնցով հետո կգնան փող կաշխատան, իսկ այն մնացած հարցերը կախված է, չգիտեմ, ընտանիքից, սոցիալական կյանքից եւ այլն, բայց օրինակ դպրոցը մարդու մանկության զգալի շրջանի մեծ հատվածի, հա, ամենաէական սոցիալական միջավայրերից է։ Ասենք երեխան 10-12 տարի ամեն օր արթնանում է, գնում է այդ միջավայր։ Ու ինչքան էլ մենք անտեսենք, անհերքելի է, որ այս միջավայրից ինքը ստանում է սնունդ նաև հոգեկան, հոգևոր, մտային։ Ու լավ դպրոցը այն դպրոցն է, որը դիտարկում է ամբողջական մարդուն, ոչ թե մարդուն որպես մի հատ միջոց, մի հատ գործիք, որ պետքա, չգիտեմ, հիմա ակտուալ է, ասենք, ծրագրավորումը պետքա ուղղորդել դեպի ծրագրավորում, վաղ ակտուալ կլինի։ Նախ երբ որ այդպես ենք անում, մինչև ուղղորդում ենք, այդ 10 տարվա մեջ փոխվում է ակտուալությունը եւ հիմնականում չենք հասցնում։ Եվ երկրորդը նորից է, եթե դպրոցը իրապես հաշվի առնի ամբողջական մարդուն եւ կրթությունը նվիրի մարդու ամբողջական ներդաշնակ զարգացմանը, դպրոցը կավարտի մարդ, ով ունակ է ցանկացած մասնագիտություն սովորել եւ դպրոցը ավարտի մարդ, ով կարող է մտածել, ինքը արդեն կկողմնորոշվի ըստ իրավիճակի։ Այդ պարագայում մի քիչ գիտեք կվերաիմաստավորվեն նաեւ այդ բուհեր, քոլեջներ, միջին մասնագիտական կրթական հաստատություններ, որովհետեւ այսօր իսկապես այդ հարցը կա, երբ որ խոսում եք բուհերից, ես ասենց պատկեր եկավ ինձ, որ ըստ էության ոնց որ մեր պետական դպրոցներն են խորհրդային պետական կրթահամակարգի իներցիայով դեռ գործում շատ հարցերում, մանկավարժությունը առաջին հերթին, նույն կերպ բուհը ինքը խորհրդային ակադեմիական գիտելիքի մի հատ sense միջավայր է մնացել մեծ մասամբ, ինչքան էլ հրաշալի դասախոսներ կան, դպրոցներում էլ կան հրաշալի ուսուցիչներ։ Այս պարագայում իսկապես բուհ գնացողը ոնց պատասխանի այդ հարցին, ինչի համար է գնում բուհ։ Այն ժամանակ կար ինչ որ գնամ ավարտեմ դիպլոմ աշխատանք մի հատ sense բան, կարծրատիպ, հա, հիմա այդ ոնց որ թե այդքան ակտուալ չի, մարդիկ on-line ինչ որ կուրսեր են անցնում ու սկսում են աշխատել։ Այս պարագայում, եթե դպրոցը ժամանակին դիտարկած լիներ ամբողջական մարդուն,
այդ անգիր վերարտադրությունը մի կողմ դներ, հնարավորություն տար, որպեսզի յուրաքանչյուր երեխա ըստ իր անհատականության ուրեմն ձեռք բերի ճանաչող մարդուն հատուկ հմտությունները, երեխան կընտրեր բուհը այդ ճանաչողական զարգացման նպատակով եւ աշխատանքի հարցը կլուծեր այդ ուրեմն կրթական հաստատությունները, այսինքն նույնիսկ այս պարագայում ինքը կարողանար կողմնորոշվել, էլի, որտեվ այս բուհը ինքը ափսոս է, ինքը պետք է, պես չի որ եթե այսօր ասենք ԵՊՀ-ի ինչ որ բաժին ավարտելով ավելի քիչ հավանական որ լավ աշխատանք կունենաս, քան քոլեջը, ուրեմն այդ բաժինի իմաստազրկվում է, ոչ, համալսարանը եղել է եւ կարող է շարունակել լինել մարդու ճանաչողական զարգացման գլխավոր կենտրոններից մեկը։ Շատ լավ, շատ շնորհակալություն, մենք արդեն մոտ 1 ժամ է խոսեցինք, ես ստիպված եմ կանգնացնել մեզ, քանի որ թեման իրականում անվերջ է, կարելի է անվերջ զրուցել, այդուհանդերձ շնորհակալություն։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը, մեր հյուրերն էին այսօր ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը եւ Արեգնազան կրթահամալիրից ուսուցիչ Սիփան Հայրապետյանը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Շնորհակալություն։